Սիրելի քաղաքացիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ազգային ժողովի կողմից ընդունվել է մի օրինագիծ, որի շնորհիվ վարչական վերաքննիչ դատարանն այլևս չի քննելու վարչական մարմինների կողմից ներկայացված այն բողոքները, որոնք պարունակում են մինչև 300,000 դրամ տուգանք վճարելու վերաբերյալ պահանջ։ Սա նշանակում է, որ բոլոր նմանատիպ բողոքների քննությունը օրենքնուժի մեջ մտնելուց հետո պետք է ավարտվի, իսկ այն բողոքները, որոնք ներկայացվել են օրենքնուժի մեջ մտնելու դրությամբ, պետք է չընդունվեն դատարանի վարույթ։ Սա մի նախաձեռնություն է, որը վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը կրճատելու է ոչ ավել, ոչ պակաս 30%-ով, ինչը հնարավորություն է տալու դատարանին կենտրոնանալ այլ գործերի քննության վրա, ապահովելով գործերի ողջամիտ ժամկետում քննության հրամայականը։ Խոսելով ժամկետներից, ես պետք է նշեմ նաև, որ այս օրինագծով վարչական վերաքննիչ դատարանում գործի քննության ժամկետ սահմանվում է 6 ամիսը եւ միայն մեկ հնարավորություն է տրվում դատարանին պատճառաբանված որոշմամբ, բայց ոչ ավել քան 6 ամսով երկարացնել գործի քննության ժամկետը։ Սիրելի քաղաքացիներ, սա մեկն է այն բազմաթիվ նախաձեռնություններից, որոնք միտված են ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների սահմանմանը։